Պարոն Հակոբյան, մենք հետևում էինք իրադարձություններին Սամվել Կարապետյանի հետ կապված, այժմ նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար։ Դուք ընդհանուր առմամբ ինչպես եք գնահատում Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որ ասում էր, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, իրենց ձևերով կմիջամտեն, եւ հիմա էլ մեղադրանքից հետո հայտարարություն է տարածել, որ հետ չի կանգնելու իր սկզբունքներից։ Ուզում եմ նշել, որ ծայրաստիճան բացասական եմ գնահատում որևէ քաղաքական միջամտություն, ապաքաղաքական ձևով ցանկացած մարդու կողմից։ Ես կարծում եմ, որ իրավական պրոցես կա, պետք է տեսնենք, թե ինչ ավարտ է ունենում այդ իրավական պրոցեսը, բայց ես չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ մեկը կարող է գրված եւ արձանագրված օրենքներից դուրս որևէ գործողություն ծավալել։ Այդպիսի բան բացառված է եւ կապ չունի անձը ով է, ինչ տրամաչափի գործիչ է, եթե նա շեղվում է ժողովրդավարության, օրինականության եւ այլ ճանապարհից, իհարկե դրան լինելու են հետևանքներ։ Երբ որ իր առանձնատանը նաեւ իրավաբաններով խոզարկություններ էին իրականացնում ու արդեն գիշերը ձերբակալվեց Սամվել Կարապետյանը, առանձնատանը հավաքված մարդկանց դիմեց, ասեց դաս տվեք սրանց, իրենք պետք է հասկանան իրանց սխալը։ Արդյոք դա քաղաքացիական բախումների կամ նոր ինչ որ ահաբեկչություն սկսելու կոչ էր։ Ես չեմ կարող ասել կոնկրետ ինչ նկատի ուներ այդ միտքը ասել, բայց կարող եմ ասել, որ բացառված է որևէ մեկը կարողանա քաղաքացիական բախում հրահրել, բացառված է, որ որևէ մեկը կարողանա բիզնես գործունեության լծակներ օգտագործելով փորձի քաղաքական աստարտան ինչ-որ գործընթացին եւ քաղաքական շահեր սպասարկի նաեւ անհասկանալի տարբեր կենտրոններից եւ ես կարծում եմ եւ կոչ եմ անում բոլորին, որպեսզի իրենց հայտարարությունների մեջ լինեն զուսպ եւ ուզում եմ այն արձանագրումը անել, որ Հայաստանի Հանրապետությունը լայն շրջանակ է տալիս ամենատարբեր գործունեության համար հասարակականից մինչև բիզնես գործունեություն, քաղաքական գործունեություն, բայց այդ ամեն ինչը պետք է լինի հնարավորինս օրինական ձևերով, բաց եւ թափանցիկ միջավայրում։ Նաեւ մենք տեսանք Ռուսաստանից եկող աջակցությունը, Սամվել Կարապետյանին, օրինակ Մարիա Զախարովան ասում էր, տարօրինակ պատրվակով փորձում են ձերբակալել նրան Երևանում, նաեւ Ռուսաստանից ասում էին, որ քայլեր են ձեռնարկելու կապված Սամվել Կարապետյանի այս մեղադրանքների հետ։ Ինչ քայլեր սպասենք Ռուսաստանին ու հայտարարությունները ինչի մասին են խոսում։ Գիտեք, ես չեմ կարող ասել, չեմ կարող մեկնաբանել, բայց Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական կյանքին առավել եւս ոչ ոք չի կարող խառնվել եւ ես կարծում եմ, որ տարբեր գործիչներ սա վաղուց արդեն պետք է արձանագրած լինեն։ Նաև Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որ ասաց թքած ունեմ թե հեծի վրա, թե այլ անձանց, դա ոնց եք մեկնաբանում։ Այդտեղ մեկնաբանելու շատ բան չկա, ցավում եմ նման արտահայտության համար, մանավանդ խոսքը մի հիմնարկ ձեռնարկության մասին է, որի շահառուն Հայաստանի Հանրապետության ամբողջ բնակչությունն է, բառացիորեն ամբողջ բնակչությունն է եւ արդեն վարչապետը հայտարարել է հերթի հետ կապված քաղաքական իշխանության մտադրությունները, կտեսնենք թե ինչպես կընթանա։ Պարոն Հակոբյան, նաև կարծիքներ կան, որ Ռուսաստանը տեսնելով, որ այստեղ իմփիչմենտի գործընթացը ձախողվում է ընդդիմադիրների կողմից ձեռնարկված, այսպես դաշտ է բերել Սամվել Կարապետյանին, նաև որոշ կարծիքների համաձայն Սամվել Կարապետյանը Հայաստանի համար կարող է լինել երկրորդ Ռուբեն Վարդանյանը, դուք ինչ եք մտածում։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են օրենքներ եւ երկքաղաքացիություն ունեցող անձը չի կարող քաղաքական պրոցեսներում դերակատար
հանդիսանալ եւ չեմ ուզում նույնիսկ այդպիսի բամբասանքները մեկնաբանել, մենք ունենք քաղաքական օրակարգ, մեր քաղաքական օրակարգը Հայաստանի Հանրապետության քաղաքացու շահը սպասարկելն է։ Տեղի ունեցած իրադարձությունից հետո իրավապահներից առաջ նաև ընդդիմադիր պատգամավորները շուտ հասան Սամվել Կարապետյանի առանձնատուն, նաև Հայաստան խմբակցությունը հայտարարությամբ հանդես եկավ, դա ընդհանուր առմամբ ինչի մասն է խոսում։ Դե ընդհանուր առմամբ ես շատ ցավում եմ, որ փաստորեն արձանագրվեց, որ սա քաղաքական process էր եւ ծայրաստիճան ցավով եմ ուզում արձանագրել, որ արձանագրվեց նաև, որ այն բոլոր դերակատարները, ովքեր որ Հայաստանում ասոցացվում են մի շարք բացասական երևույթների հետ, նրանք միանգամից ինչ որ պաշտպանության կոչեր էին անում եւ ընդհանրապես պարզ չէր, թե ինչ գործընթաց է տեղի ունենում, արդեն կային մարդիկ, ովքեր որ Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատան պարիսպների տակ արդեն տեղավորվել էին։ Գիտեք, սա նաև ցույց է տալիս մեր ընդդիմադիր դաշտի քաղաքական սնանկությունը, երբ փաստորեն մենք արդեն կարող ենք որոշ մեծահարուստ մարդկանց առանձնատան պարիսպների տակ գտնել ինչ-որ ընդդիմադիր գործիչներ։ Օրինակ կարող ենք, չգիտեմ, քայլել Երևանով հարուստ մարդկանց առանձնատների պարիսպների տակ ման գալու ընդդիմադիր գործիչներ, որովհետև փաստորեն հնարավոր է, որ ինչ որ մի գործընթացի արդյունքում ընդդիմադիր ինչ որ մի գործիչ հայտնվի որևէ հիմնականում խոշոր բիզնեսի ներկայացուցչի առանձնատան պատերի տակ, դարպասների տակ միգուցե նաև ավտոհանգրվաններում այդ հարուստ մարդկանց եւ ես ցավում եմ, որ մեր քաղաքական օրակարգը այսպիսին է։ Ինչու է նաև եկեղեցին Ռուսաստանին միանգամից այսպես հայտարարություն տալիս, այսինքն չեն տարածում հայկական դաշտում որևէ հայտարարություն, փոխարենը առաջինը խոսում են ռուսական լրատվամիջոցի հետ եւ ասում են, որ կառավարությունը չի կարողացել մարսել Սամվել Կարապետյանի հայտարարությունը։ Նաև սա էլ է շատ տխուր արձանագրում, որովհետեւ փաստորեն հայ առաքելական Սուրբ եկեղեցու հոգևոր ծառայություն մատուցող որոշ հոգևորականներ, նաև կարծում եմ նրանք այն հոգևորականներն են, ովքեր որ խախտել են կուսակրոնության ուխտը, ունեն քաղաքական, նաև արտաքին քաղաքական այլ օրակարգ, այսինքն ունեն օրակարգ արտաքին քաղաքական, որը չի բխում Հայաստանի Հանրապետության պետական շահից։ Եվ այստեղ եւս մենք պետք է հասկանանք եւ այստեղ նաեւ հասկանալու ցանկությունը բավականին լեգիտիմ է, ինչու են մեր որոշ եկեղեցականներ նաև ըստ օդում կախված լուրերի կուսակրոնության ուխտը խախտած հոգևորականներ ծառայում կամ հարում քաղաքական այնպիսի օրակարգերին, որը չի բխում Հայաստանի Հանրապետության պետական շահից։ Սա հարց է, որը անպայմանորեն բարձրացվելու է։ Տեսեք, նման քայլերի են դիմում, հետո երբ որ հարուցվում է համապատասխան քրեական վարույթները կամ մեղադրանքներ են ներկայացվում, միանգամից հայտարարություններ են տարածվում, թե դա ապօրինի քաղաքական հետապնդումներ են։ Դե գիտեք, սա եւս պաշտպանվելու միջոց է եւ ընդհանրապես այդ հայտարարությունները, որ տարածվում են ապօրինի քաղաքական հետապնդման մասով, ծիծաղելի են, որովհետեւ բոլոր նաեւ միջազգային զեկույցներում դուք կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետությունը թե ժողովրդավարության կետով, թե ընդհանրապես իրավապահ համակարգին վերաբերվող կետով բավականին առաջ է գնացել վերջին տարիներին եւ ես նույնիսկ այդպիսի անլուրջ մեղադրանքները չեմ ուզում մեկնաբանել։